Սիրելի ընկերներ, ճանապարհը կես ժամով կապում ենք, մեր բողոքի ակցիան արտահայտինք։ Սրանից հետո արդեն միասին կորոշենք ինչ ենք անում։ Թող ձեր բակալին առնեմ, ոչ մի խնդիր չկա, ինչ անակ։ Բայց պոլիտիկաները ձեր բակալին։ Ինավը պես կոդա վարդեն։ Չապան կոմիտեի ղեկավարի ամեն դեպքում իրենց հարցերի պատասխանների հետևաբար պետք է այս Մենք խնդրում եմ բոլորին միանալ, օրենքը խախտած ոստիկանները պետք է ձերբակալվեն։ Բոլոր իրավական հիմքերը կան ձերբակալության համար։ Շտապօգնության մեքենաներին ճանապարհ են տալիս, դարձնել Մերո միմիկը հարվածել Ասում այսքան օգին եկածի դարձում է Տասը րոպե կապ պահում ենք մեր բողոքի ակցիան արտահայտում։ 10 րոպեից մենք ընդհանրապես Չէ, 10 մենք մեր բողոքի ակցիան արտահայտում։ կարծեք Շնորհակալ Արժանապատվության հետ իմ արժանապատվության հետ խաղալ, իմ պատվի հետ խաղալ, ինձ էլ կորցնելու ինչ ունեմ։ Մենք գործում ենք միայն օրենքով, իսկ փրթողներին գիտես ինչ են կարող, պետք չէ։ Ոչ էլ տենց բաներ ակել։ Ամենուր տիրարացի համար է պատասխան։ Դե մենք էլ ենք էլի ասում։ Որ ասում եմ մեր ոստիկանությունը մերն է, պիտի մաքրվի, պիտի մաքրվի մենք։
Ագրոներ ձեզ ենք խնդրում, որպեսզի դուրս գաք երթերից։ Պետք քանում։ Ուրեմն հարգելով Սամոն մի հատ ֆռա էլի, սամոն մի հատ։ Հարգելով ոստիկանների ցուցաբերած այս կառուցողական մոտեցումը, մասնավորապես մեզ 10 րոպե ժամանակով ճանապարհ փակելու գործողությունն անգամ թույլատրելու հանգամանքը, մենք պետք է ցուցաբերենք փոխադարձ մոտեցում եւ ցույց տանք, որ մենք չենք եկել այստեղ, չգիտեմ, ինչ-որ բախումներ կազմակերպելու կամ ոստիկանների հետ վիճելու կամ նոր խոշտանգման զոհեր դառնալու։ Այդ իսկ պատճառով մենք չենք շարունակում մեր այս գործողությունները կոնկրետ կապված ճանապարհը փակելու հետ։ Ինչ վերաբերում է հաջորդիվ մեր գործողություններին, որոնք պետք է կատարվեն եւ մենք պետք է պայքարենք այնքան ժամանակ, մինչեւ այս գործով հասնենք օբյեկտիվ եւ արդար քննության, դա կարծում եմ պետք է կազմակերպել վաղը ժամը 16:00-ին, այսինքն այն ժամանակ, երբ որ այստեղ են ներկայանալու նաեւ Տիգրանի խոշտանգած ոստիկանները, Տիգրանի հետ առերես հարցաքննվելու նպատակով։ Առաջարկում եմ այսօր հաշվի առնելով նաև ոստիկանության հարգելի ներկայացուցիչների կողմից ցուցաբերված այս կառուցողական մոտեցումը, ցուցաբերեք փոխադարձ մոտեցում, այսօր այստեղ մնալու նպատակն այլևս ըստ ինձ բացակայում է, հետևաբար վաղը 16:00-ին նույն թիմով հավաքում ենք այստեղ, սպասում այն նույն ոստիկաններին, ովքեր ըստ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգել են իրեն, տեղի ունենալու Տիգրան Ուլուբաբյանի եւ այդ ոստիկանների առերես հարցաքննությունը։ Այսքանը բոլոր մասնակիցներին շնորհակալություն եմ հայտնում։